եւ այսպես մեկ անձի ձեռամբ ստեղծված անվտանգային ճգնաժամ։ Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն ինքը կարող էր իրականում երկու ռազմավարական սխալ գործեր, որոնց արդյունքում կասկածի տակ կդրվեր Հայաստանի Հանրապետության սահմանների լեգիտիմացման համակարգը, ինչպես նաև անվտանգային համակարգի արդյունավետությունը։ Այդ սխալները հետևյալն են. Արցախի Հանրապետությունը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, ինչպես նաև Ռուսաստանը հռչակել թշնամի եւ միանալ հակառուսական կոալիցիային։ Ու այնպես է ստացվել, որ Հայաստանի իշխանությունները այդ երկու սխալներն էլ կատարել են։ Ինչի մասին ենք մենք խոսում, երբ որ խոսում ենք սահմանների լեգիտիմացման համակարգի մասին, ինչ կոմպոնենտներ կան այս ամենում։ Տեսեք, 1991 թվականից հետո, Սովետական միության փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը խորհրդային միությունից այսպես ասած ժառանգություն ստացել էր 29800 քառակուսի կիլոմետր տարածք, սա հենց այն տարածքն է, որի մասին պարբերաբար խոսում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ստացել էինք կոմունիկացիաներ, տնտեսական որոշակի ենթակառուցվածքներ, դա այն կորիզն էր, որը օրենքի ուժով Հայաստանի Հանրապետությունը ստացել էր եւ որի վրա էլ կառուցվել է ներկայիս Հայաստանի պետականության խարիսխը։ Երկրորդը արդեն ուժի իրավունքով Հայաստանի Հանրապետությունը սատարելով Արցախահայությանը օգնեց նախ եւ առաջ ազատագրել Արցախի Հանրապետության տարածքները, ինչպես նաեւ իրենց շրջապատող 7 շրջանները։ Այդ 7 շրջանները վերածվեցին որոշակի անվտանգության գոտու, որի արկայությունը եւ թույլ էր տալիս Արցախահայությանը պետականություն կառուցել իրենց ենթակայության տակ եղած այդ սահմաններում։ Երրորդ կոմպոնենտը կայանում էր հետևյալում, որ կրկին հաղթելով պատերազմում Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմ հնարավորություն ստացավ Արցախի Հանրապետության հետ միասնական անվտանգային համակարգ կառուցել։ Հայաստանի Հանրապետության բանակը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը միասնական կերպով զարգանում էին, արդիականացվում էր այդ ամենը եւ դրա շնորհիվ համեմատական անվտանգություն էր ապահովում Արցախի եւ Ադրբեջանի սահմաններին։ Ինչը իր հերթին բերում էր նրան, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի միջև այդ սահմանային գոտում Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խնդիրներ չէր ունենում։ Մենք ազատված էինք նրանից, որ ադրբեջանական զինտեխնիկան, մարդկային ուժերը կարող են տեղափոխվել դեպի Հայաստանի սահման եւ վտանգ ստեղծեին մեզ համար, ինչը մենք այսօր բոլորս տեսնում ենք։ Չորրորդ կոմպոնենտը, որի վրա խարսխված է Հայաստանի Հանրապետության սահմանների այդ լեգիտիմացման համակարգը, դա հայ-ռուսական փոխհարաբերություններն են։ Այդ փոխհարաբերությունները ունեն թե որոշակի պայմանագրային հիմք, դրանց հիմքում են ընկած նաև մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Մենք գիտենք, որ Հայաստանում կա 102 ռազմաբազան, Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները հսկում են հայ-թուրքական սահմանը։ Այս 4 կոմպոնենտները թույլ էին տալիս լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության սահմանները եւ պատմական նոնսենսը ներկայիս պահին կայանում է նրանում, որ խորհրդային միությունից ստացած ժառանգությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձում են լեգիտիմացնել արևմուտքում եւ երբ որ իրենք խոսում են այդ 29800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի մասին եւ փորձում են դրա ինչպես իրենք են ձևակերպել կադաստրի թուղթը ստանալ նաեւ արևմուտքում, դա պատմական նոնսենս է։ Բայց տեսեք, այս նոնսենսը ինչ հնարավորություններ է ստեղծում արևմուտքի համար։ Իրենք իրենց համար տեսնում են փայլուն հնարավորություն Հայաստանի ձեռամբ Հարավային Կովկասում անվտանգային համակարգի լիակատար փոփոխություն իրականացնել, ինչը կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կհեռացվի տարածաշրջանից, ավելին ինստիտուցիոնալ հնարավորություն են եւ պատմական հնարավորություն են իրենք տեսել այն պահին, երբ որ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 10-ին իր ասուլիսում հայտարարեց, որ 102 ռազմաբազան վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ ինչպես եւ ես սկզբից ասացի, մեկ անձի ձեռամբ մենք հայտնվել ենք անվտանգային ճգնաժամում, եւ երբ որ դուք առավոտյան արթնանալիս կամ օրվա ընթացքում թերթեք լրահոսը եւ կրկին լսեք կամ կարդաք տեղեկություններ այն մասին, որ այս հատվածում կամ այն հատվածում կա տեխնիկայի կուտակում, մարդկային բանակի ներկայացուցիչների կուտակումը, հասկացեք, որ այս ամենը տեղի ունեցել այն պատճառով, որ կոնկրետ վերցրած առանձին գործիչ Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածք, ինչպես նաև Ռուսաստանը հռչակել է Հայաստանի Հանրապետության թշնամի։ Հետևաբար մենք ներկայիս փուլում գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեկ անձի ձեռամբ ստեղծվել է անվտանգային ճգնաժամ։